Այսօր կխոսեմ մի դեղի մասին, որը ամենահաճախ կիրառվողներից է Հայաստանում։ Գրեթե յուրաքանչյուրը գեթ մեկ անգամ օգտագործել եք այս դեղը։ Խոսքը նիմեսուլիդի մասին է։ Նիմեսուլիդը վաճառվում է տարբեր անուններով, որոնք կարող եք հանդիպել դեղատներում։ Օրինակ, նիմեսիլ, սաուրոն, մեսինիլ, նիմուլիդ եւ այլն։ Հաճախ հանդիպում են փոշու ձևով, որը պետք է պատրաստել լուծույթ ջրի մեջ, ինչպես նաև կարող են լինել հաբեր եւ գելեր։ Այն հիմնականում կիրառվում է ցավի նվազեցման համար, բորբոքման դեմ, ջերմիջեցման համար։ Մեխանիզմով այն համարվում է հարաբերականորեն ընտրողական COX-2 ինհիբիտոր, ինչը տեսականորեն պետք է նվազեցնի ստամոքսի վրա վնասակար ազդեցությունները, համեմատած մնացած դասական ցանկացած ցավազրկողների հետ։ Որոշ երկրներում այս դեղը վաճառվում է մեծ քանակով, որոշ երկրներում այն իսպար արգելված է։ Նիմեսուլիդը լայնորեն օգտագործվում է, օրինակ, Իտալիայում, Հնդկաստանում, Հայաստանում եւ մի շարք արևելյան Եվրոպայի երկրներում, բայց միաժամանակ այն արգելված է կամ խիստ սահմանափակ է վաճառվում Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Ավստրալիայում։ Եվրամիությունում այն թույլատրված է, բայց խիստ սահմանափակումներով։ Այն կարելի է կիրառել միմիայն մեծահասակների համար, առավելագույնը 15 օր օգտագործման համար եւ որպես երկրորդ ընտրության դեղ, այլ ոչ առաջին ընտրության դեղ։ Ինչու այսպիսի տարբերություն։ Կլինիկական բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ նիմեսուլիդը արդյունավետ է սուր ցավերի դեպքում, օրինակ, սուրատամնացավերի, մկանային ցավերի դեպքում, ունի արագ ազդեցություն, շատ արագ թողնում է ցավազրկող ազդեցություն, որոշ դեպքերում համադրելի է իբուպրոֆենի կամ դիկլոֆենակի հետ, այսինքն կարելի է կիրառել միաժամանակ։ Սակայն այն զգալիորեն չի գերազանցում մյուս ոչ ստերոիդային հակաբորբոքային ցավազրկողների արդյունավետությանը։ Ընդհանուր առումով ստացվում է, որ այնքան էլ առավել չէ իր ազդեցությամբ։ Նիմեսուլիդի շուրջ հիմնական խնդիրը կապված է ոչ թե արդյունավետության, առավելության հետ, այլ անվտանգության հետ։ Ամենակարևոր ռիսկը լյարդի թունավորումն է, գիպերգեպատոտոքսիկ լինելը։ Սա պարզապես տեսական վտանգ չէ։ Դեռ 2000-ականների սկզբերին մի շարք երկրներում արձանագրվեցին լուրջ լյարդային վնասման դեպքեր։ Օրինակ, Ֆինլանդիայում եւ Իսպանիայում հավաքագրած դեղագիտական հսկողության տվյալների հիման վրա արձանագրվեցին լյարդի ծանր վնասման մի շարք դեպքեր, որի արդյունքում դեղը ժամանակավորապես հանվեց շուկայից։ Եվրոպական դեղերի գործակալությունը 2012 եւ 2017 թվականներին իրականացրել է նիմեսուլիդի անվտանգության լայնածավալ վերանայումներ։ Արդյունքները ցույց տվեցին, որ լյարդի ծանր վնասման ռիսկը ցածր է ընդհանուր մարդկանց շրջանում, բայց այդ դեպքերը հաճախ լինում են ծանր եւ արագ զարգացող։ Որոշ դիտողական հետազոտություններում գնահատվեցին, որ լյարդային լուրջ բարդությունների հաճախականությունը կազմում է 1-ից 10 դեպք 100,000 օգտագործողների հաշվարկով։ Բայց խնդիրը հենց թվի մեջ չէ։ Հետազոտությունները ցույց են տվել, որ նիմեսուլիդով առաջացած լյարդային վնասումը գլոբալ առումով կախված չէ դոզայից, այլ կարող է առաջանալ նույնիսկ կարճատև 1-2 շաբաթ օգտագործումից հետո, որը բավականին լուրջ արդյունք է։ Օրինակ, նկարագրվել են դեպքեր, որտեղ առողջ մարդիկ առանց լյարդի հիվանդության պատմության ստացել են ակնթարթային լյարդային անբավարարություն նիմեսուլիդի կարճ բուժման կուրսից հետո։ Այս տվյալների հիման վրա եվրոպական դեղերի գործակալությունը սահմանեց,
որ նիմեսուլիտը պետք է օգտագործել միայն երկրորդ ընտրության դեղ, այսինքն ոչ առաջնային դեղ, նշանակվի առավելագույնը 15 օրով եւ երբևէ չօգտագործվի լյարդային խնդիրներ ունեցող անձանց մոտ։ Մի շարք երկրներ, օրինակ Իռլանդիան, ամբողջությամբ հանեց այն շուկայից, հենց լյարդային ռիսկերի պատճառով։ Ուշագրավ փաստերից է նաև այն, որ նիմեսուլիտը լայնորեն օգտագործվում է երեխաների մոտ որոշ երկրներում, չնայած շատ ուղեցույցներ խստորեն խորհուրդ չեն տալիս դա։ Հնդկաստանում այն ժամանակին եղել է ամենատարածված ցավազրկողներից մեկը, բայց հետո կիրառումը սահմանափակվել է։ Եթե փորձենք ընդհանուր առմամբ ամփոփել, նիմեսուլիտը արդյունավետ է ցավի եւ բորբոքման դեմ, բայց ունի լուրջ եւ երբեմն անկանխատեսելի լյարդային ռիսկեր։ Այդ պատճառով էլ նրան կոչում ենք գիպերգեպատոտոքսիկ։ Այդ պատճառով այսօր շատ ուղեցույցներում այն ոչ առաջնային ընտրության դեղ է։ Պետք է օգտագործվի կարճաժամկետ, ինչպես արդեն նշեցի, մաքսիմում 15 օր եւ միայն հստակ ցուցումով, իդեպ բժշկի ցուցումով։ Նիմեսուլիտի պատմությունը շատ լավ օրինակ է, թե ինչպես կարող է մի դեղ լինել միաժամանակ եւ օգտակար եւ վիճահարույց։ Եվ սա հիշեցնում է ամենակարևոր սկզբունքը. բժշկության մեջ չկա լիովին անվտանգ դեղ, կա միայն ճիշտ կամ սխալ օգտագործում։ Իդեպ, ուզում եմ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունում նիմեսուլիտը եւս գրանցված է որպես դեղատոմսով բաց թողնվող դեղ, որը իրենից ենթադրում է, որ պետք է կիրառվի միմիայն բժշկի ցուցմամբ։ Եթե հետաքրքրեց այսպիսի ինֆորմացիան կամ այլ ինֆորմացիա բժշկության, առողջության եւ դեղագործության վերաբերյալ, անպայման բաժանորդագրվիր իմեջին, որպեսզի իմանաս ամեն ինչ ավելի պարզ լեզվով եւ գիտության հիման վրա։ Առողջ եղեք։